Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Գեղինյանն եմ։ Ես այժմ գտնվում եմ Ստեփանավան քաղաքի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում, մի փոքր վատառողջ եմ, գրիպ եմ, եկել եմ սիստեմաներ ընդունելու։ Ուրեմն ժողովրդի մեջ տարածված խոսակցություններից ես տեղեկացել եմ, որ առաջիկայում առողջապահության նախարարի հրամանով պետք է փակվի Ստեփանավանի հիվանդանոցում գործող ինֆեկցիոն բաժանմունքը, որից հետո ինֆեկցիոն բաժանմունքի բուժքույրները պետք է տեղափոխվեն այլ աշխատանքի, բնականաբար ավելի ցածր աշխատավարձով, այսինքն այն աշխատավարձը, որը բուժքույրները ստանում են ինֆեկցիոն բաժանմունքում, այլ աշխատանքի տեղավորվելուց հետո պետք է ստանան ինֆեկցիոն բաժանմունքում իրենց ստացած աշխատավարձից ավելի ցածր աշխատավարձ, որի արդյունքում էական վնաս է պատճառվելու բուժքույրների իրավունքների։ Նաև նշեմ, որ այն հիվանդները, ովքեր որ ենթակա կլինեն հոսպիտալացվել ինֆեկցիոն բաժանմունքում, դրանից հետո արդեն ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացման ենթակա հիվանդները պետք է հոսպիտալացվեն Վանաձոր քաղաքի հիվանդանոցում գործող ինֆեկցիոն հիվանդանոցում, որի արդյունքում ֆինանսական տեսանկյունից շատ բավականին մեծ նեղություն եւ ֆինանսական կորուստներ են պատճառվելու բուժառուներին, որովհետեւ շատ ու շատ բուժառուներ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավորություն չեն ունենա մեկնել Վանաձոր քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոց բուժումներ ստանալու համար։ Նաև նշեմ, որ կոնկրետ քանի որ առողջապահության նախարարի հրամանը, այսինքն Ստեփանավանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը փակելու վերաբերյալ առողջապահության նախարարի հրամանը, քանի որ առնչվելու է նաև բուժառու Էրիկ Գեղինյանից իրավունքներին, քանի որ դրա արդյունքում բուժառու Էրիկ Գեղինյանը նույնպես զրկված է լինելու Ստեփանավանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում բուժումներ ստանալու հնարավորությունից, այդ իսկ պատճառով Էրիկ Գեղինյանը հնարավոր է առողջապահության նախարարի հիշյալ հրամանը բողոքարկել, վիճարկել վարչական դատարանում, դրա համար պետք է ես պետական տուժքը վճարեմ բանկում, մոտ դատարան դիմելու համար, մոտ 20,000 դրամի չափով, նաև ես մտահոգված եմ այս ամենով և այս խնդիրը բարձրաձայնելով ակնկալում եմ, որ թե Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրինությունը և թե առողջապահության նախարարը ակնկալում են, որ ականջալուր կլինեն իմ այս տեսանյութում արծարծվող ողջամիտ դիտարկումներին և ակնկալում են, որ առողջապահության նախարարության կողմից կմշակվեն այլընտրանքային տարբերակներ, որպեսզի շարունակվի Ստեփանավանի հիվանդանոցում շարունակվի գործել ինֆեկցիոն բաժանմունքը, թեկուզ մեկ այլ տարածքում, եթե հիմա ինֆեկցիոն բաժանմունքում պետք է կատարվեն վերանորոգման աշխատանքներ, ապա կարելի է այնպես կազմակերպել, որպեսզի ինֆեկցիոն բաժանմունքը չփակվի և ինֆեկցիոն բաժանմունքը շարունակվի գործել հիվանդանոցում գտնվող մեկ այլ տարածքում, քանի որ Ստեփանավանի հիվանդանոցում կան բավականին շատ ազատ տարածքներ, կարելի է ժամանակավորապես այդ տարածքը հատկացնել, որպեսզի շարունակվի գործել ինֆեկցիոն բաժանմունքը, որի արդյունքում կրկնում եմ, դա բխում է հենց թե բուժառուներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու նկատառումներից եւ թե ինֆեկցիոն բաժանմունքի բուժքույրերի ներկայիս աշխատավարձը պահպանելու նկատառումներից։ Եվ եթե կգտնվեն այնպիսի բուժքույրներ, ովքեր որ կցանկանան իրենք նույնպես վիճարկել առողջապահության նախարարի հիշյալ հրամանը, ապա բոլոր բուժքույրներին ես կոչ եմ անում միանալ ինձ եւ ես պատրաստակամություն եմ հայտնում բոլոր բուժքույրերին անվճար աջակցել առողջապահության նախարարի հիշյալ հրամանը վարչական դատարանում վիճարկելու համար։ Դրա համար պետք չի ինձ որևէ գումար վճարել, ես այս ամենը անում եմ մարդասիրական նկատառումներից ելնելով։ Նաև ամփոփելով իմ ողջամիտ դիտարկումները, վերջում ցանկանում եմ իմ գոհունակությունը, իմ շնորհակալությունը հայտնել Ստեփանավանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի բուժքույրեր Կարինե Բադալյանի, Հասմիկ Նազարյանի, Նինա Եգորովնայի, Աննա Սուքյասյանի կողմից իմ նկատմամբ ցուցել, ինչպես նաև բժշկուհի Հասմիկ Սոֆյանի կողմից, Հասմիկ Գեորգիևնայի կողմից իմ նկատմամբ ցուցաբերված բարի մարդկային և հոգատար վերաբերմունքի համար ես իմ գոհունակությունն եմ հայտնում բուժքույրերի և բժշկուհու կողմից իմ նկատմամբ ցուցաբերված պատշաճ բուժօգնության համար, անշուշտ հիվանդի ապաքինման կարևոր նախապայմանը դա բուժաշխատողի կողմից հիվանդի նկատմամբ ցուցաբերված բարի և հոգատար վերաբերմունքն է, քանի որ բուժքույրի բժշկուհու կողմից հիվանդի նկատմամբ ցուցաբերված այդ բարի հոգատար և սրտացավ վերաբերմունքը անշուշտ նպաստում է հիվանդի շուտափույթ ապաքինմանը և ես հավաստիացնում եմ, որ Ստեփանավանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում արժանանում եմ կարեկից և մարդասիրական վերաբերմունքի, նաև իմ խնդրանքով պետք է փաստեմ, որ իմ խնդրանքով ինձ հատկացվել է առանձին հիվանդասենյակ, ես հիմա այստեղ
իմ բուժումները ստանում եմ առանձին հիվանդասենյակում ոչ ոք չկա, իմ նաև ցուցադրեմ իմ թևին ամրացված է կաթետր, հիմա դա է ցուցադրեմ, ահա այս կաթետրից ինձ ամեն օր երակային կաթիլներ են միացնում, այսինքն սիստեմաներ եմ ստանում, բուժումներ եմ ստանում, քանի որ ինձ մոտ արկա է գրիպ, մի փոքր ունեմ բուժօգնության կարիք, այդ իսկ պատճառով գտնվում եմ այստեղ։ Ինչևիցե այսքանն էի ուզում բարձրաձայնել, ակնկալում եմ, որ առողջապահության նախարարը ականջալուր կլինի իմ այս տեսակետում արծարծվող ողջամիտ դիտարկումներին եւ ակնկալում եմ, որ առողջապահության նախարարության կողմից կտրամադրվի ինֆեկցիոն բաժանմունքի բուժքույրերին կտրամադրվի համապատասխան տարածք, որպեսզի Ստեփանավանի հիվանդանոցում շարունակվի գործել ինֆեկցիոն բաժանմունքը, նորից եմ կրկնում, դա բխում է հենց թե բուժառուների եւ թե բուժքույրերի շահերից, քանի որ պատկերացրեք Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերում կան բազմաթիվ բնակիչներ, ովքեր որ սոցիալապես անապահով են, հաստատ վստահ են նյութական միջոցներ չունեն պարբերաբար մեկնել Վանաձոր քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոց բուժումներ ստանալու համար, ինչպես նաև նորից եմ կրկնում, երբ որ փակվի Ստեփանավանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը, դրանից հետո ինֆեկցիոն բաժանմունքի բուժքույրերը պետք է տեղափոխվեն այլ աշխատանքի, ավելի ցածր աշխատավարձով, այսինքն այն աշխատավարձը, որը ստանում են բուժքույրերը ինֆեկցիոն բաժանմունքում, այլ աշխատանքի տեղավորվելուց հետո նրանք այդպիսի աշխատավարձ չեն ստանալու, այլ ստանալու են շատ ավելի ցածր աշխատավարձ, որի արդյունքում նույնպես էական վնաս է պատճառվելու հենց բուժքույրերի իրավունքներին, ուստի ես հիմա նաև այս ամենի մասին բարձրաձայնելով ես նպատակ եմ հետապնդում նաև պաշտպանել բուժքույրերի իրավունքներն ու օրինական շահերը։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։